Օդում կախված բրդի բնական բույրով ու մետաղյա սանրերի ռիթմիկ ձայներով է լցված Արցախ կարպետ ընկերության խանութ աշխատարանը։ Դասգահների դիմաց նստած արցախցի գորգագործներն ամեն նոր հանգույցի հետ մի նոր պատմություն են կերտում։ Շուշիի գորգագործական դպրոցի համբավը վերականգնելու և հայկական գորգագործական հարուստ ավանդույթները շարունակելու համար 2013 թվականին Շուշիում հիմնադրվել է Արցախ կարպետ ընկերությունը։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմի ու 23 թվականի բռնի տեղահանությունից հետո ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Երևանում։ Մինչ այդ Արցախ կարպետը մայրաքաղաքում վաճառքի կետ է ունեցել, հիմա այն ունի նաև արտադրական հատված։ Արցախում մեր գործունեության ծավալները բավական մեծ էին եւ մենք հարյուրավոր աշխատակիցներ ունենք, հարյուրավոր գորգագործներ ունենք եւ բնականաբար այստեղ բոլորին վերականգնել եւ բոլորին նորից ապահովել գործով անհնար էր, որովհետեւ մեծ տարածք է պետք։ Դրա համար մենք նաեւ որոշակի փոփոխություն արեցինք մեր գործունեության մեջ այն վարպետներին, որ մենք չկարողացանք իրենց համար ապահովել գորգով զբաղվելու հնարավորություն չկարողացանք տալ։ Շատերը հիմա ձեռագործության այլ ոլորտում են դրսևորում իրենց ուժերը եւ դուք հիմա մեր խանութում տեսնում եք ձեռագործ այլ աշխատանքներ, հատկապես մանածագործական արվեստի, հայկական կիրառական արվեստի այլ նմուշներ։ Արցախ կարպետ ընկերության խանութ աշխատարանը վերածվել է արցախյան ձեռագործ արվեստի պահպանման կենտրոնի։ Այս պահին առավել քան երբևէ վտանգված է ամեն ինչ որ կապ ունի Արցախի հետ։ Երբ որ չկա հավաքական Արցախը, տարածքային առումով եւ հավաքական բնակչությունը չի ապրում այսօր Հայաստանի Հանրապետությունում հավաքական չի ապրում եւ շատ ավանդույթներ, սովորույթներ, արվեստներ, արհեստներ նույնիսկ բարբառը վտանգի տակ է։ Այդ առումով Արցախ կարպետը այդ փոքրիկ արցախյան կղզիակ է դարձել, որտեղ որ մենք միավորել ենք Արցախում շատ հայտնի ձեռագործ արվեստի տարբեր ուղղություններ եւ շարունակում ենք զբաղվել։ Նպատակ ունելով պահպանել այդ արհեստներն ու արվեստները։ Բազմաթիվ ձեռագործ աշխատանքներ են մնացել Արցախում, բայց ընկերության հիմնադիր տնօրեն Սևակ Խաչատրյանի խոսքով հայրենիքի կորստից հետո ոչինչ չի կարող մեծ ցավ համարվել։ Այս գորգերը օրինակ այստեղ չեն գործվել, սրանք Արցախում են գործվել եւ տարբեր տարիներին տարիների ընթացքում մենք ուղարկել ենք Երևանի խանութ եւ շնորհիվ դրա մենք հիմա ունենք Արցախից պահպանված հրաշալի գորգեր։ Այստեղ մենք տեսնում ենք Արցախի վիշապագորգերը, սրանք նույնպես այստեղ ուղեգորգերն են, իմիջիայլոց Արցախում շատ տարածված է եղել գորգի ուղեգորգ տեսակը։ Կոդով ենք տարբերում, որն Արցախում գործվել, KC-ով, այսինքն Ղարաբաղ կարպետ, եւ ունենք AC-ով, Արմենիա, Հայաստանում արտադրված, այսինքն առաջ տարրերը փոխել են, որը մենք էլ չփոխենք, որն այստեղ գործվել, որը Արցախում Արևագորգ, վիշապագորգ, նշագորգ։ Չշեղվելով հայկական գորգարվեստի սկզբունքներից, տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված գորգերի կողքին ստեղծվում են նաև մոդեռն աշխատանքներ։ Հայկական գորգարվեստի նախշերի հարուստ շտեմարանը դա թույլ է տալիս, ասում է Սևակ Խաչատրյանը։ Շատ պարզ է, թե որնա 19-րդ դարի հայկական գորգը, պարզ է որնա 18-րդ դարի, 17-րդ դարի եւ այսպես իջնում ենք, բայց դարեր հետո մարդիկ ուսումնասիրում թե որնա 21-րդ դարի հայկական գորգը։ Եվ այս պահին այո, փորձեր են կատարվում եւ նոր տարբերակներ ենք ստանում։ Պատմական Հայաստանում ու Արցախում ստեղծված ժառանգությունը պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար գործվում են նաև գորգերի կրկնօրինակներ։ Ազգայինը պահելը հայի գոյության երաշխիքն է։ Սա է Արցախ կարպետ ընկերության գլխավոր առաքելությունը։ Այս պահին մենք գործում ենք Արցախ արևագորգը առանց որևէ փոփոխության, այսինքն նախշային գունային որևէ փոփոխություն չենք անում, մենք պահպանում ենք օրիգինալը։ Մեր օրերում ձեռագործ գորգերի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճել է։ Սա կոչվում է էկոգորգ, ինչու էկո, որովհետև այս գորգի մեջ օգտագործված չէ ընդհանրապես ներկանյութ, այսինքն գորգը ստեղծել ենք տարբեր գույնի բրդյա թելերով, այսինքն տարբեր գույնի ոչխարի բրդեր ենք հավաքել, թելը մանել ենք ու ամբողջ դիզայնը, գունազարդումը ստացել ենք բնական բրդի գույներով։ Գորգագործուհիների համար դասգահի դիմաց նստելը կարծես թերապիա լինի։ Թելերի հետ աշխատանքը հոգեկան հանգստություն է տալիս, ասում է Նաիրա Հովսեփյանը։ Կարելի է ժամերով նստել, եթե գործը սիրում ես, սիրով ես անում, ու թելերի հետ աշխատանքը իրոքից հանգստություն է պարգևում եւ հաճելի է, ես իմ գործս հաճույքով եմ անում եւ սիրում եմ այս աշխատանքը։ Արցախյան կարպետների ու գորգերի վրա պատկերված նախշերը պարզապես զարդեր չեն։
Յուրաքանչյուր նախշ մի ծածկագիր է, այն վերարտադրում է մեր նախնիների աղոթքներն ու երազանքները։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։